Մասնագիտության բժիշկ եմ, առողջապահության կազմակերպիչ եւ ուզում եմ խոսել ոչ թե արտաքին, այլ ներքին որոշ անվտանգային հարցերից։ Մասնավորապես, եթե մենք հարց ենք դնում բարեկիրթ քաղաքացիներից զբաղված հասարակություն ստեղծելու, պետք է ուշադրության արժանացնենք որոշ հասարակական, սոցիալական հարթակներ։ Մասնավորապես, այսօր չափազանց մեծ մասշտաբի հասել մեր երիտասարդության շրջանում, բնակչության շրջանում դրամամիջոցների տարածումը զենքի ձեռք բերելը դարձել է շատ հասարակ բան եւ մենք ունենք այսօր երկրում բազմաթիվ զինված փոքր խմբավորումներ, որոնք խաթարում են երկրի անդորրը եւ իհարկե օրասական պահին նրանք կարող են ստեղծել նաեւ արտաքին անվտանգային խնդիրներ։ Ես չգիտեմ, իրականում դա հնարավոր է թե չէ, բայց կան հարթակներ սոցիալական, որ պետք է պարզապես մեր երկրում արկելը դա միայն չարիք է մեր երկրի համար եւ դրանց չարիք լինելը ինձ թվում է ապացուցման կարիք չունի, բազմիցս ապացուցված է եւ մասնավորապես կարող եմ նշել դա Telegram կանալի մասին է։ Ես հենց այսօր անձամբ ակնհայտ եմ եղել շատ դաժան մի դեպքի եւ հիվանդանոցից եկել եմ այստեղ Իրոք ավելի ուշ երևի նաև լուրերից կտեղեկանաք այդ դեպքին։ Եվ հաջորդ անվտանգային հարցը, որը քաղաքաշինական անվտանգային հարց է, ես ծնունդով Գյումրիից եմ եւ առնչվել եմ նաև այդ հարցին։ Մենք գտնում ենք սեյսմիկ կոդում եւ այսօր մեր երկիրը դարձնել քաղաք-պետություն, համարում եմ սխալ, կառուցել 70 հարգանի շենքեր մեր երկրում, որը ամեն վայրկյան ենթակա է բնական աղետի, ինձ թվում է դա սխալ է։ Կենտրոնացնել մարզերում մնացած եզակի կրթական կենտրոնները Երևանում կամ Երևանին շատ կից ուրեմն բնակավայրում համարում եմ սխալ բազմաթիվ առումներով եւ առաջիներտին անվտանգային առումով։ Քաղաքաշինական թույլտվություն այսօր ստանում են շենքեր, որոնք որ չգիտես թե ինչի հիման վրա են ստացել միանգամից ճանապարհի բերանին իրար կից բարձրակ շենքեր, որոնցից մեկի փլուզումը միանգամից արկելափակում է օգնության հնարավորությունը մնացած ուրեմն շենքերին։ Ոչ մի բան չի հաշվի առնում այդ առումով կան բազմաթիվ շենքեր, որոնց շահագործման ժամկետը արդեն ավարտվել է եւ նրանք սեյսմիկ առումով անկայուն են եւ պատկերացրեք մենք sense կենտրոնացած արտաքին անվտանգային հարցերի վրա հանկարծ ունենում ենք այդպիսի ինչ որ մի աստված ոչանի բնական աղետ եւ այդ դեպքում ինչ ենք անելու մենք արդյոք պատրաստ ենք դրան պատրաստ չենք այդ բոլոր շենքերի սեյսմականության հարցը օր առաջ պետք է ուրեմն ինձ թվում է լուծել այս երկու հարցերն են որ ես ուզում եմ որ մենք եւս հաշվի առնենք մեր հետագա ռազմավարական նախագծերը կազմելիս եւ մեր տեսլականը ուրեմն ուրվագծելիս շնորհակալություն